Շարունակում ենք ծրագիրը, եթերում ERT-ի նորություններն են եւ արդեն մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Արմեն, մեզ բոլորիս մի հարց է հուզում։ Մենք ուզում ենք, որ այսպես ասեմ, հասկանալի բացատրություն տաս, ինչ է կատարվում Իրան Միացյալ Նահանգների հակամարտությունում։ Ով է շահում, ով է կորցնում։ Մենք որ կորցնում ենք ամեն օր գները թանկանում են, այդ գիտենք։ Մեր մաշկի վրա ենք զգում։ Եվ ինչ ապագա է ամեն ինչին սպասում Արմեն։ Ինչքան պետք է մենք դիմանանք այս պատմությանը։ Տեսեք, երկու հավանական տարբերակ կա այս պայդրությամբ։ Մեկը դա որ բլոկադան կշարունակվի, այսինքն Միացյալ Նահանգները չի դիմի ռազմական ուժին, կշարունակի բլոկադան, եթե գաղտնի ծառայությունները ներկայացնեն, որ դա էֆեկտիվ է, եւ ենթադրենք անգամ 3 ամիս բլոկադայի պարագայից հետո Իրանը կկորցնի բոլոր դիմադրելու հնարավորությունները եւ ստիպված կլինի հանձնվել։ Դա մի քիչ Տրամպի համար վտանգավոր սցենար է, ինչու որտեղ ընտրություններին շատ մոտ է, գները շատ բարձր են մնալու։ Բայց պետք է մի բան հասկանալ, արդեն իսկ ռետորաբանությունը այնքան է խորացել, որ արդեն նույն Միացյալ Նահանգներում եւ Իսրայելում ընդունում են եւ բարձր մակարդակով Նեթանյահուն վերջերս 3 հարցազրույց հրապարակվեց ուրեմն 60 րոպե հայտնի հաղորդաշար կա, գիտեք 60 minutes։ Այո։ Եվ ակնհայտորեն Նեթանյահուն նշեց, որ միսիան ավարտված չի եւ նպատակները ըստ էության որոշ նպատակների հասել են, բայց գլխավոր նպատակները դեռևս մնում են, այսինքն Իրանը Ծնկի չի գալիս պարզապես։ Ոչ միայն ծնկի չի գալիս, ծնկի գալի հարց չի մենակ, այսինքն այս վերջերս խոսել են, որ բացի ուրանի պաշարներից մեծ պլուտոնիումի պաշարներ ունի, որը նույնպես թույլ է տալիս Միացյալ Նահանգների Իրանին զենք ստանալ միջուկային։ Բայց ակնհայտորեն իհարկե Նեթանյահուն իր կողմից շեշտեց բալիստիկ հրթիռների ծրագիրը, բայց ես կարծում եմ, որ բալիստիկ հրթիռների ծրագիրը ենթադրում Տրամպը կարող է զիջել բանակցությունների ժամանակ, իր համար կարևոր է այդ միջուկային հարստացված ուրանը ստանալն է։ Եվ գլխավորապես այստեղ հարց է, արդյոք Միացյալ Նահանգները կսպասեն մինչև Իրանը հանձնի այդ ուրանը, որտեղ դա իդեպ ես դա ենթադրել եմ 1 ամիս առաջ մոտավորապես ասացի, որ Տրամպի համար ռեալ հաղթանակը ներկայացնելու տարբերակը դա է, որ ինքը ներկայացնի, որ ինքը հաղթել է։ Դա կլինի շոշափելի առարկայական հաղթանակ մարդկանց ներկայացնելու, որ տեսեք դուք 2-3 ամիս թանկ վարելքի գին եք վճարել, բայց այս որ կարելի է շոշափել, բռնել։ Այս ես հանեցի բերեցի, որտեվ սրանից կարելի է 10 հատ միջուկային ռումբ սարքել։ Արմեն, ես դա հասկանում եմ, բայց ասենք այդ հարստացված ուրանը կարող է լինել 8 կիլոգրամ, 12 կիլոգրամ, կարող են 3 կիլոգրամը տան ասել, մենք էլ չունենք, ով է գնալու ստուգի, թե մինչև վերջի կաթիլը այդ հարստացված ուրանը հանձնվել է Միացյալ Նահանգներին։ Այստեղ բարեբախտաբար մենք ունենք հստակ իրավիճակ, Իրանը խոստովանել է, այսինքն քանի որ երևի խոստովանել է կամ խաբել։ Չէ, ամերիկյան հետախուզության հրապարակելուց հետո, իսրայելական հետախուզության հրապարակելուց հետո առաջին խոստովանեց, որ այո 440 կիլոգրամ հարստացված, դա 3 կիլոգրամ չի, դա 6 կիլոգրամ չի։ Օրինակի համար։ Եվ բոլոր հետախուզությունները իսրայելական, ամերիկյան, բրիտանական եւ տարբեր խոստովանում են, որ այն ուրանը, որ հիմա ինքը ունի, կարող է 10-11 միջուկային ռումբ ստեղծել, այսինքն դա հստակ է, քիչ թե շատ, հա 440 կիլոգրամի մասին է խոսքը եւ ակնհայտորեն ես չեմ պատկերացնում, որ դա այսպես իրանք հաջողվել է առանձնացնել եւ ինչ որ տարբեր տեղեր տարբեր քանակությամբ պահել։ Մեծ հավանականությամբ, շատ մեծ հավանականությամբ այն ինչ որ կա մի տեղ է։ Եվ եթե դրա համար Տրամպը ուզում ստանա մուտք այդ տեղին, Դա չի ասում, ասում մենք մեր տեխնիկայով կգանք, կքանդենք, կվերցնենք, կտանենք։ Բոլոր ձևերը դրել են մի զամբյուղի մեջ, որ այդ ռմբակոծեն վերջացավ։ Դե ինքը այնպիսի նյութ է, որ դրան տարբեր տեղեր պահելը վտանգավոր է, շատ վտանգավոր է, այսինքն դա էլ պետք է հաշվի առնել։ Եվ երկրորդը այդ աստիճանի պաշտպանված տեղեր, որ կարելի է այդ նյութը պահել, դա էլ չի, դա շատ բարդ տեխնոլոգիա է, որ պետք է, չգիտեմ, այդտեղ լեռների մեջ են փորում, սարերի մեջ են փորում, այսինքն հնարավոր չի 10 տեղ դա պահել, դա ես չեմ հավանում հավանական։ Հետեւաբար այդ ամեն ինչը գիտեն, դրա համար են այդ անդադար ուրանի քանակի մասին խոսում, բայց ինչա մեզ սպասվում։ Երկրորդ հավանական տարբերակը, որը ես այդուամենայնիվ հաշվի առնելով ընտրությունների գործոնը շատ հավանական եմ համարում շատ շուտով ռազմական գործողությունների վերսկսումը։ Եվ դա ենթադրում եմ տեղի կունենա շուտով։ Գուցե Տրամպը սպասի Չինաստան այցից հետո, որովհետև գիտեք, այս շաբաթ մենք կարևոր իրադարձություն ունենք։ Տրամպը 2 օրով մեկնում է Չինաստան,
եւ արդեն խոստացել է, որ երկու կողմերի համար ինչ որ լավ պայմանավորվածություն պետք է ձեռք բերեն, բայց տեղեկություն կա, որ դեռ պայմանավորվածություն չկա։ Նախորդ օրը Սեուլում, Հարավային Կորեայում երկու կողմերի ներկայացուցիչները պետք է հանդիպեն, ենթադրաբար Բեսենտը կհանդիպի իր գոլեգայի հետ կամ պատվիրակություններ, որոնք բանակցում էին Շվեյցարիայում եւ կհստակեցնեն ինչ են ստորագրելու, ինչ չեն ստորագրելու։ Ենթադրում եմ, որ դեռ որովհետեւ մենք էլի ականատես ենք եղել այսպես իրավիճակին, երբ որ Տրամպը արդեն Չինաստանի հետ այսպես լավ համաձայնագրեր էր խոստանում եւ արդյունքում ոչ մի բան տեղի չունեցավ։ Հիմա ես հարց ունեմ քեզ համար։ Միացյալ Նահանգները լինելով անհամեմատ ավելի տեխնիկապես զարգացած, անհամեմատ ավելի բնակչություն ունեցող եւ զորք ունեցող, ինչու չի կարողանում Իրանին հաղթել։ Ասեմ, որովհետեւ կա այսպիսի մի հանգամանք, դու չես կարող հաղթել միայն օդով։ Դա բացառված է։ Կամ պետք է կոնկրետ Boots on the ground։ Boots on the ground, իհարկե։ Կամ պետք է կոնկրետ ռազմական գործողություններ իրականացնել գետնի վրա, օրինակ, ես ասեմ, ակնհայտորեն նույն այդ Նեթանյահուն էլ այդ մասին շեշտվեց, շատ հետաքրքիր ձևով ասեց, իսկ ոնց պետք է դա արվի։ Երբ որ լրագրողը հարցրեց, ասեց պետք է գնալ, վերցնել, անել։ Այսինքն կամավոր չեն տալու իրեն։ Բնականաբար, բայց հետո այսպես ասեց դուք ինձ ուզում եք հիմա այս մանրամասն այս օպերացիայի բան ներկայացնեմ, ասեց իհարկե չեմ անի։ Այստեղ այդ է խնդիրը, որ երբ որ դու ռմբակոծում ես, կա երկրորդ տարբերակ, հասցնել հյուծել տնտեսապես, այն աստիճան, որ իրենք տարբերակ չունեն։ Եվ կա երրորդ տարբերակ, որը կապված է ըստ էության բոլոր, այսինքն ըստ էության հետևանքն է բոլոր տարբերակների, այսինքն ժողովուրդը ոտքի կանգնի, ներսից փոխի, ներսից տարբերակը։ Մենք տեսանք, որ այնքան մարդ սպանվեց եւ վիրավորվեց, որ հիմնական այդ ուժը ըստ էության պարակտվեց եւ մասնատվեց եւ այն հիմնական բողոքական զանգվածի հետևից ընկան, մինչեւ հիմա էլ հատուկ տերորիստ չալմեկը հետապնդում են եւ գիտեք կախաղան են հանում, սպորտսմեն ավան կապ չունի, ինֆլուենսերա ինչը, բոլորին կախաղան են հանում, որպեսզի ժողովուրդը եւ ըստ էության մենք տեսնում ենք, որ Իրանի ժողովուրդը վախենում է։ Թրամփը ինքը շահի գործոնը մի կողմ դրեց, շահը пассивացավ, դուք տեսաք, որտեղ շահն էր բավականին պոպուլյար դարձել, Թրամփին դա ձեռը չէր եւ ինքը ասեց, որ պետք է իրանց հետ բանակցեն, որ ներսում ազդեցություն ունի։ Հետևաբար մեզ սպասվում է հաջորդ ռաունդը եւ մեծ հավանականությամբ կարծում Տրամփի նյարդերը տեղի կտան եւ շուտով նորից ռազմական գործողությունների ականատես կլինենք։ Եվ արդեն հետաքրքիր էլեմենտներով իդեպ կարող է եւ ինչ որ ցամաքային որոշակի սահմանափակ օպերացիաներով։ Հիմա գովազդ վերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չկոչարյան։ Երևանում եւ Լոս Անջելեսում փայլուն ցուցադրությունից հետո վերջին շրջանի ամենահաջողված ֆիլմը Անձրևանոց Զոնտիկ բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով եւս մեկ օր այն ցուցադրվելու է AGBU թատրոնում երեկոյան ժամը 7-ին լարված սյուժե փայլուն դերասանական խաղ իրական պատմություն Զոնտիկ բաց չթողնեք ցուցադրությունը շտապեք ամրագրել տեղերը armticket.com կայքում։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը Արմեն Չիբուխյանի հետ։ Արմեն, այդ թեմայով եթե ասելու բան ունես, ավելացնելու։ Տեսեք, ասելու ավելացնելու եզրափակելով ասեմ, այսինքն տեսեք, ես երկու հիմնական տարբերակը նկարագրեցի։ Ցավոք սրտի ոչ մի ես ինչու եմ կարծում, որ հավանականը կոնֆլիկտի շարունակման տարբերակն է, կլինի ռազմական ճանապարհով, որը մենք արդեն տեսնում ենք, որ բարբերաբար ռազմական բախումներ տեղի ունենում։ Տանկեր հարվածեցին երկու հատ, վերցնում են իրարից, փորձում են կրակել, իհարկե, հա, ես էլ ասեմ, որ սուտ է, որ ամերիկյան նավ են խոցել, չեն խոցել, նորից կրկնում եմ, դա ապատեղեկատվություն է, փորձել են, կրակել են ուղղությամբ հաստատվել է, բայց չի ստացվել։ Հիմնականում տանկերների վրա են, տուժում են երրորդ երկրների տանկերները, այսպես ասած, եւ այսպես Բեռնանավերը։ Այո։ Հետևաբար, ուրեմն կոնֆլիկտը շարունակվելու է, ինչու, որովհետեւ ենթադրում եմ, որ մեծ առաջին հավանականությունը համարում եմ ռազմական ճանապարհով, երկրորդ հավանականությունը համարում եմ տնտեսական ճանապարհով, իսկ ռազմական ճանապարհով երբ որ ասում ենք, մեկը տնտեսական է, մեջն է, եկեք հասկանանք, հա։ Հետևաբար կոնֆլիկտի շարունակությունը ռազմա տնտեսական ճանապարհով բլոկադայի պայմաններում դեռ շարունակվելու է։ Ինչու, որովհետեւ եթե Տրամփը հիմա դադարեցնի, ակնհայտորեն ջախջախիչ պարտություն կկրի ընտրություններում։ Այսինքն եկեք նժարի վրա դնենք։ Եթե դադարեցնում է ջախջախիչ պարտություն է կրում, բայց ունի շանս գոնե մինչև սեպտեմբեր, հոկտեմբեր, մինչև վերջի պահ հաղթանակ արձանագրել եւ արդեն նոյեմբերին գնալ ընտրությունների։ Հետևաբար պատրաստ եղեք երկարատև նավթի գների, բենզինի
բոլորից դժվար է իհարկե, բայց մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները եթե պարտվեց, դա ել ավելի վատ հետևանքներ է ունենալու, այսինքն եթե այսպես ստացվեց, որ Իրանը միջուկային զենք ունենա, այս ամեն ինչ հետո եւ այսպես շանակ էլի անդառնալի հարվածներ է հասցվել Իրանին։ Այսինքն տեսեք, կներեք եւ կա մի տարբերակ էլ ասեմ, որպեսզի Տրամպը այսինքն այդուամենայնիվ Իրանը չփորձի հաղթանակ տանել, կա մի տարբերակ էլ, եթե որոշվի, որ չի շարունակում տնտեսական բլոկադան, ուզում է գները իջացնի եւ որոշի, որ ռազմական տարբերակով էլ չի ուզում կիրառի, ինչ է անում, խոստումը կատարում է, վերջի պահին Իրանը ոչնչացնում է նավթային օբյեկտները, էներգետիկ օբյեկտները, կամուրջները, գազային օբյեկտները, ուղղակի միած սրբում է, այն ինչ որ ասում էր մի քանի ժամում կանենք եւ դա կարող է անել, ասել ենք, այստեղ ջրի պաշարների հետ կապված խնդիր ունեն, այսինքն Իրանը նետում է քարիդար ու հետո վերադառնում է։ Այդ տարբերակով Իրանը ջախջախվում է ուղղակի խաոսի մեջ հայտնվելու, բայց այդ դեպքում մենք ունենալու ենք բավականին անկանխատեսելի տարածաշրջան, իդեպ ամենասկզբից ասել են, որ դա ուրեմն վտանգավոր տարբերակն է, այո, բայց ԱՄՆ-ն չի կարող պարտվել, այսինքն վերջին տարբերակով դա պետք է անի Տրամպը։ Հակառակ դեպքում էլի եմ ասում, երբ որ նայում ես քաղաքական միավորներին, հակառակ դեպքում հիմա շատ տխուր հետևանքներ կունենա։ Հետևաբար սա եւ Նեթանյահուն էլ հիմա նախընտրականը սկսի դեպի Իսրայելում էլ ընտրությունների շրջան գնում, ենթադրում եմ իհարկե Իսրայելում շուտվանից հայտարարել են, որ իրանք իրենց նպատակներին հասել են, այսինքն նվազեցրել են, իրանք ստրատեգիայի մեջ դա մտնում է, նվազեցնել թշնամու կարողությունները, իրանք համարում են, որ իրանք արդեն հաղթել են, բայց գոնե մի քանի տարով հետ են գցել։ Այո, գոնե մի քանի տարով հետ են գցել, բայց միևնույնն է, բոլորը ասելու են, չէ՞ որ հարստացված ուրանը մնացել է այնտեղ։ Հիմա Արմեն խոսենք ընտրություններից Հայաստանում եւ ռուսական ֆակտորից այս գործում։ Պուտինը վերջերս մի փոքր տարօրինակ ասենք, բայց հաճելի հայտարարություններ անում, ասելով, որ ինչ ոնց ասեց, ուզում ենք կողմնորոշվեք, հանրակրվե արեք։ Հա, պատերազմ ավարտելու մասին ասել էր, որ այսպես կիսաբերան քթիտակ ասեց, որ պատերազմը ավարտին է մոտենում, այդ կապակցությամբ Ուկրաինայի պատերազմի մասին եւ սպառնաց նույն հարցազրույցում Ֆինլանդիային եւ Հայաստանին։ Հիմար դուրս էր տալի։ Ֆինլանդիան պարզվում ուզում է Ռուսաստանից տարածք փոխի։ Ֆինլանդիայի չափը տեսել եք։ Ֆինլանդիայի չափը տեսել եք։ Ես չգիտեմ, սա աբսուրդի թատրոն է, որտեղ վառվում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է դառը, որտեղ ասեմ ձեզ, ինքն է միշտ Ֆինլանդիայի վրա նպատակներ ունեցել։ Այդ է խնդրեմը։ Ստացվեց, բայց այո, չստացվեց այդ։ Հիմա ուրեմն դրանք սուտ հայտարարություններ ասեմ ինչի, բայց այստեղ կա նյուանս, միջազգային մամուլը ուրեմն ինքը դա հատուկ արեց։ Ինքը դա արեց նախ մի նպատակով Տրամպին սիրաշահելու նպատակով եւ միջազգային հանրությանը իբր թե ցույց տալու, որ ինքը ցանկանում է։ Բայց միջազգային հանրությունը համենայնպես եվրոպացիների այդ կուտը չկերան կներեք, ասեց, որ եթե ուզում ես ավարտես, Պիստորիոսը եկել էր Կիև, ասեց, ուզում ես ավարտել, ավարտի, ու ինչ ուզում է, մոտենում է ավարտին, չգիտեմ եւ այլն։ Հետաբար դա քարոզչական նպատակով արված հայտարարություն էր, բայց միջազգային մամուլը, պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը, նկատում ընդհանրապես ամերիկյան մամուլը, նկատում են, եկեք մենք չտրվենք բաների, այսպես իլյուզիաների, շնորհակալություն։ Ուրեմն ինքը բնականաբար խաղում է, ինքը հասկանում է, որ իրավիճակը վատ է, եւ մի բան կարելի է հստակ փաստել այս ամենից, ոչ ինքը պատերազմը այս բանին չի ցանկանում դադարեցնել, բայց ինքը արդեն մտածում է։ Ինչու՞։ Ինքը հիմա մտածում է ոնց իր դեմքը փրկի։ Ինչու, որովհետև իրանց վիճակը լավ չի։ Ռազմադաշտում ապրիլ ամսին կորցրել են ավելի շատ տարածք, քան գրավել են։ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը հետաքրքիր տվյալ է տալիս։ Ասում է, ուրեմն արդեն սկսել են ռուսական մամուլում օգտագործել AI-ով գեներացված դիրքերի գրավման տեսարաններ։ Ինչա դա նշանակում, հասկանում եք, կարծում եմ, այսինքն հաջողությունների պակասը լրացնում են AI-ով, նշանակում է չունեն հաջողություններ։ Ուրեմն որտեղ էլ որ առաջ են գնում, բնութագրվում է կրեայի տեմպերով, հա։ Այսպես մի հատ անեկդոտ կա, հիշում եք, որ նապաստակին դեղա պետք է լինում կրեան ասում եմ, ես կգնամ կբերեմ, որ շատ վատ է նապաստակը մեռնելու վրա է, այդ ռուսական բանի օրինակով եմ բերում, դուրը բացում են, ճանապարհում են կրեային, հետո մի 3-4 ժամ ասում են նապաստակը արդեն մեռնում է, ինչ եղավ, չգիտեմ, արջը դուրը բացում է, տեսնի ինչ է, կրեան գալիս է, թե չէ, տենում է կրեան, հələ դրան դեմը գնում է, ջղայնանում ասում է, մեռնում է նապաստակը, ես ինչ ես ցանում, քրես միջև աստեղ ասում է, շատ անեք չեմ գնա, հիմա ռուսական զորքերի վիճակն է այդտեղ, մի խոսքով, այսինքն էլի մարդկային գրողների միջոցով գումարած, որ արդեն հրապարակվել է բյուջեի դեֆիցիտը, 6 տրիլիոն ռուբլի բյուջեի դեֆիցիտ ունեն։ Օրինակի համար բերենք, այսքան ժամանակվա բլոկադայի ընթացքում Ռուսաստանի եկամուտները կազմել է 700 թե 800 միլիարդ ռուբլի։ Բյուջեի դեֆիցիտը 6 տրիլիոն ռուբլի է, որպեսզի պատկերացնեք, գումարած
գումարած 2 տրիլիոն ռուբլի է ներքին պարտք ունի։ Ներքին պարտք ունի։ Եվ հետեւաբար կներեք ռուբլի թե դոլարի չեմ հիշում։ Լավ, մի խոսքով իմաստուն է, տարաբերակցությունը պատկերացեցիք։ Այսինքն տեսեք իրավիճակը որն է։ Ինքը հասկանում է, որ տնտեսությունը քանդվում է, ներդրումներ չկան, գնալով աշխատաժամերը կրճատվում են։ Եթե տեսնեք ամբողջ Ռուսաստանը արդեն աղբանեցված, աղբա հավաք արդեն գործողությունները չի կարող, որտեղ որ ինչ որ սանիտարական խնդիրներ կա եւ այլն, դրանք արդեն մատնված են, ընդհանրապես ամեն ինչը գնում է պատերազմին եւ գնալով Ռուսաստանի ժողովրդի դժգոհությունը մեծանում է, որը ել ավելի սրեց եւ մեծապես ինտերնետի արգելափակումները։ Ինքը կանգնած է փաստի առաջ, ինչ անել։ Եվ տեսեք ինքը լկտիաբար սպառնաց Հայաստանին։ Ասես կողմնորոշվեք, ամբողջ իր միտքը էր կողմնորոշվեք, մենք կհարգենք ձեր որոշումը, քաղաքակիրթ ապահարզանք ունենաք, բայց Ուկրաինան էլ էր ուզում քաղաքակիրթ ապահարզանալ, տեսակ ինչ եղավ։ Այսինքն լկտիաբար բունկերային առնետի պես համ իբր քաղաքակիրթ ապահարզանից խոսեց, համ էլ ասեց Ուկրաինայի օրը իբր թե կդնեմ։ Բայց ինքը արդեն կներեք այնքան ապիկար վիճակում է, որ գումարած մի հետարքիր բան, արդեն այն աստիճան ինքը վատ է, որ ինքը փորձում է ինչ-որ մանր խաբեություններով տակից դուրս գալ։ Ինքը առաջարկում է Գերհարդ Շրոդերին, Գերմանիայի նախկին կանցլերին, որը 1998-2005 թվականներին Գերմանիայի կանցլերն է եղել, որին ինքը կաշառել է, հետո տարել է իր Գազպրոմներում աշխատացրել է, պատկերացնում եք ում է ուզում բերի, ասում է Եվրոպայի կողմից թող ինքը միջնորդ լինի։ Այսինքն բոլորը իր կողմից, էլի։ Այն Վիտկոֆն էլ էր իրան սիրում, հիմա Շրոդերն էլ է իրան սիրելու, կոպիտ ասած հասկանում եք, կայա կալասը Ուկրաինան անմիջապես մերժեցին, ասին գնա գործիդ։ Գնա քեզ ասենք շրջապատ գտի, այո։ Եվ այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ իր վիճակը բավականին ծանր է։ Հա, գումարած, որ այդ օգուտն էլ ինքը որ ունեցել է նավթի եկամուտներից, այդ օգուտի մի մասն էլ ինքը դոտացիայի արել, որպեսզի Ռուսաստանում բենզինի գները չբարձրանան։ Այսինքն գումարած այն վերականգնողական աշխատանքներն են, այն վնասներն են, որ ուկրաինացիները հասցնում են, արդեն շատ լուրջ խորքային հարվածներ են սկսել հասցնել, արդեն ամենացավոտ կետերին։ Կարելի ասել որ մեծ հաշվով ոչ մի օգուտ չունեցավ։ Եվ ինքը հասկանում է տնտեսությունը քանդվում է, իր ռեյտինգը բանանում։ Իդեպ առաջին անգամ իրենք ամեն շաբաթ հրապարակում էին ռեյտինգները Պուտինի, իրանց այդ ֆցիոմ էր կոչվում, ինչ էր կոչվում, եւ որոշել են, որ արդեն այս ուրբաթ չեն հրապարակել։ Այսինքն կարող արդեն կամաց չեն ուզում էլ հրապարակել ռեյտինգները, որտեղ իր ռեյտինգները ընկնում է։ Եվ այս ֆոնի վրա իրան մնացել է միայն արդեն պրոպագանդան, ուրիշ բան չի մնացել, ինչը տեսնում ենք Հայաստանում, մենք տեսնում ենք ինչ հայտարարակ պրոռուսական պրոպագանդա է գնում ռուսամետոդների ձիու դոզայով, այո, ու ընդ որում գիտեք ինչն է ցավալի, իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող աղերս չունի։ Այս ուժերը ներկայացնում են, ասենք, չգիտեմ, Ծառուկյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, խոսում են, մենք այս արդեն պետք է սկսենք երևի խոսել, չէ, այդ թեմաներով, որտեղ արդեն ընտրություններն է, ով ինչ է առաջարկում եւ այլն, մենք սկսենք ավելի մանրամասն իհարկե խոսել այդ թեմաներով, այս առաջիկա ամիսը։ Բայց դուք հասկանում եք, ուրեմն աշխարհում մի այլ իրավիճակ է, բոլորովին այլ զարգացումներ են, բոլորովին այլ ուժերի դասավորություն է։ Այս ուժերը մեր ժողովրդին ուղղակի կարելի ասել աշխարհքաղաքական իրողությունների հետ կապ չունեցող ժամանակավրեպ, խորը ժամանակավրեպ, այո, բաներ են ներկայացնում։ Եվ երբեք ապագա, էլի, երբեք, ոչ մի իմաստով։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ։ Այսքանը կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։